Բայց ոնց ռոցի կաշի լինի։ Պատրաստում ենք ձուկը մաքրելու ողջ գործընթացը ցույց չեմ տա, բայց մաքրում ենք թեփիկներից, ազատում ենք փորիկը եւ փշահան ենք անում։ Այո, անում ենք փշահան։ Մանր աշխատում եմ եւ անում եմ բոլոր փուշիկները, որպեսզի փաթաթեմ լավաշի մեջ եւ հետո լավաշը բրդուճի նման կծենք եւ ուտենք, այլ չփորփրենք լավաշը եւ հասնենք ձուկիկին։ Ձուկը կտրելու համար լայֆ հակ ասեմ, հիշեք, երբ ուզում եք ցանկացած ձուկ կտրել, բարակ, այսպես բարակ, մաքրած ձուկը դրեք սառնարան, սառցե խցիկ, մոտ 10 րոպե, հետո հանեք ու կտրատեք այդպես սառ վիճակում։ Կստանաք ձեր ուզած չափի փոքրիկ կտորները։ Ձուկիկները մաքրված, պատրաստ են եւ փշահան արված, այսպես կունեն։ Չկա ոչ մի փուշ, դե կարող է մի հատ երկու հատ, բայց հիմնականում դրանք զգացնել չեն տա։ Բայց ոնց ռոցի կաշի լինի։ Այդքան էլ հեշտ չի հանելը, բայց ես միշտ փորձում եմ եւ այս գործողությունը միշտ կատարում եմ, որովհետեւ համարում եմ, որ այսպես լավաշի մեջ փաթաթած շատ ավելի համեղ է եւ ավելի հեշտ է ուտել։ Իսկ հիմա բերում ենք լավաշը։ Լավաշը արդեն կտրտել եմ այս չափի եւ հիմա կտրատած ձուկը դնել եմ լավաշի վրա։ Լավաշից բացի մեզ անհրաժեշտ է թալխուն, կարակ, բայց կարակ կարող եք դնել, կարող եք չդնել։ Ես դնում եմ, որովհետեւ ձկան հյութը դուրս է գալիս ծրունգում է կարակի հետ եւ ավելի համեղ է դառնում լավաշը։ Ձուկի գնել, բայց կարող եք դնել, կարող եք չդնել, ձեր կորսան։ Երբ նուրախ թող միշտ հնչի, ողթար չուն դարնա, և թրջի, դարու եկավ, ծաղիքն է կնքուշ, նրա հետ։ Ծաղիքն է կնքուշ, նրա հետ։ Կործենք։ Իդեպ ձկով բաղադրատոմսեր ես շատ ունեմ։ 1, 2, փորձեք, շատ համով է։